Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով շաբաթը մենք սկսում ենք այսօր Տիկին Զորաբյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Զորաբյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Մի շարք հարցեր են կուտակվել, շատ կարեւոր է թե ինչ է տեղի ունենում հարևան երկրում։ Համակուշատրությամբ հետևում ենք բանակցությունների գործընթացին 3:08 ժամի այսպիսի ինֆորմացիա տարածվեց, որ իրանական պատվիրակությունը լքել է շվեյցարյան բանակցությունների անցկացման վայրը ի նշան Թրամփի սպառնալիքների դեմ բողոքի հայտարարության։ Այնուհետև այսօր առավոտյան արդեն բավականին դրական լուրեր են գալիս Պակիստանի եւ Կատարի անխորժ միջնորդության ջանքերի շնորհիվ հաջողվել է զգալի առաջընթաց արձանագրել Լիբանանում պատերազմը դադարեցնելու գործում, հայտնել է Իրանի արտգործ նախարարը։ Վերացվել են նավթի եւ նավթաքիմիկական արտադրանքի արտահանման տուրքերը, հանվել է շրջափակումը, սպառվել են որոշ սառեցված ակտիվներ, ինչպես նաև մեկնարկվել է Իրանի վերականգնման զարգացման լայնածավալ ծրագիրը։ Գիտեք, որ բավականին նախ մի քանի լրատվամիջոցներ տարածեցին, թե իրականում ինչ է սպասում, այս ինչի շուրջ ելնելու բանակցությունները եւ կարելի ասել, որ Իրանի համար բավականին շահեկան այնտեղ կետեր կային, բայց ինչն է ուշագրավ եւ կուզենայի կարճ Տիկին Զորաբյան այս թեմային անդրադառնանք եւ անցնենք, ինչպես ասում են, բուն թեմաներին։ Գիտեք, որ արդեն մի քանի ամիս շարունակ այս բանակցային ներքին էսվանները շարունակվում են, բայց մեկ պահանջ հստակ է, որ քանի դեռ չեն դադարել Լիբանանի դեմ ռմբակոծությունները, ապա բանակցությունների սեղանի շուրջ չեն նստի։ Անգամ եղել է մի քանի անգամ, որ պայմանավորվածություն են եղել եւ դա խախտվել է եւ Իսրայելը շարունակել է ռմբակոծությունները Լիբանանի ուղղությամբ, դադարեցրել են բանակցություններ, նորից ուղղակի այս իմաստով կարելի է հիանալ մեր հարևան ժողովրդով, ինչպես իրենց գործընկեր դաշնակից ժողովրդին եւ երկրին եւ իշխանությանը իրենք միայնակ չեն թողնում։ Իհարկե շատ կարեւոր է հիմա հիշել այն հայտարարությունը, երբ որ այս իշխանությունները միայնակ թողեցին Արցախի ժողովրդին եւ այսօր էլ բարբաջում են, խոսում են ինչ-որ խաղաղության մասին, ինչ-որ ծրագրերի մասին, օկուպացված Արցախ շարունակում է այդպես դատարկված մնալ հայերից, օկուպացված Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներ կան, մեր հայ գերիները շարունակում են մնալ Բաքվի բանտերում, իհարկե մենք առանձին դրա մասին խոսենք եւ ոչ մի խոսք, ինչ է նշանակում ունենալ արժանապատվություն եւ առասարակ արժանապատիվ իշխանությունը եւ ժողովուրդը այդ արժանապատվությունը ոչ միայն իր երկրի եւ ժողովրդի, այլ նաեւ դաշնակից երկրի ժողովրդի հետ կապված է։ Պամստրա հետ կապված կուզենայի շատ կարճ արձագանքեիք եւ անցնեինք։ Մենք հստակ է, որ Իրանը չպարտվեց այս պատերազմում, չնայած թվում էր պարտությունը անխուսափելի, երբ որ աշխարհի հզորագույն գերտերությունը ուղղակիորեն խնդիր էր դրել, ինչպես ժամանակին ձևակերպեց Թրամփը, ոչնչացնել Իրանը եւ մի ամբողջ քաղաքակրթություն։ Մենք տեսանք ինչ է լինում, երբ որ երկիրը ունենում է արժանապատվություն եւ երեկել Իրանի նախագահը ի պատասխան Թրամփի կրկին սպառնալիքներին հայտարարեց, որ խաղաղ ճանապարհով միջուկային ուրեմն արտադրանքը մնալու է Իրանի իրավունքը եւ որևէ մեկը իրավունք չի ունենալու Իրանից իր այդ իրավունքը խլել խաղաղ նպատակով միջուկային ատոմի զարգացումը, որովհետեւ երկիրը ունի արժանապատվություն, որովհետեւ մենք տեսանք, երբ որ հերթական անգամ հերթական նոպայի մեջ Թրամփը սպառնաց, որ ռմբակոծելու է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքները, մենք տեսանք, թե ինչպես տասնյակ հազարավոր իրանցիներ իրենց կանանց, իրենց երեխաների հետ գնացին եւ հենց այդ օրը գիշերեցին Իրանի էներգակիրների, այն մեծ էներգակիրների հենց այսպես շեմին, որը Թրամփը սպառնում էր ռմբակոծել։ Շատ պարզ է, եթե երկիրը ունի արժանապատվություն, եթե դու անգամ չնայելով, որ քո հակառակորդը աշխարհի հզորագույն տերությունն է, շարունակում ես եւ կոալիցիա է Իսրայելի հետ, ով չի
դադարում իր մահաբեր իր ցեղասպան գործողությունները, եթե երկիրը ունի արժանապատվություն, եթե երկիրը ասում է ես միջև իմ վերջի քաղաքացին պատրաստ եմ մեռնել, բայց իմ իրավունքները, իմ երկրի իրավունքը չեմ զիջելու, ի վերջո անգամ Դոնալդ Թրամփի նման շեղում ունեցողը, հա, եւ անհավասարակշիռ, անկայուն, այո, ստիպված է լինում հաշվի նստել երկրի ժողովրդի արժանապատվության հետ։ Որում տիկին Զորաբյան դուք տեսաք, որ ինչ որ մի փուլ էր, որ գլխատված էր, հա, հոգևոր առաջնորդին, երագույն առաջնորդին սպանեցին, եւ այդ ամենով հանդերձ տեսեք ինչ խորքային պետություն է, որ կարողացավ կանգնել, եւ այսօր սեղանի շուր, ոչ թե սեղանի տակ եւ ոմանց նման, այն պատի անկյունից է նայում, ծիկ է անում, մի հատ բան է ասում, ծիկ է անում, փախչում է, մի բան է խոսում, մենակ լրբությունը այստեղ տեղում է, վանում է, ինձ ուրիշ երկրների բանի այդտեղ չէ, այնտեղ ինքը բան չկա, գոյություն չունի։ Այս ամենով հանդերձ տեսեք սեղանի շուրջ նստած, մի հատ էլ իրաց պայմաններն են թելադրում։ Այո, այնպես որ կան նաև ինչ է նշանակում ունենալ արժանապատիվ իշխանություն եւ ղեկավարություն, բայց մարդը ինձ մոտ տպավորություն է, որ այս անձը, ճիշտ ասած իմ բարեկամներից մեկը հուշեց այս միտքը, խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է, որ տպավորություն է, որ այդպես կան, չէ՞, մարդիկ, որ 8 տարի շարունակ մնում են նույն դասարանում, այսինքն 8 տարի շարունակ մարդը եկել է, հեսա վերցնում եմ, չգիտեմ, բաժանում եմ, տալիս եմ, մի օր պարզում է այդ բաները, գործարարները իր բարեկամներն են, ենթադրելի ինչ որ բան է փոքե, մի օր պարզում է թշնամի են, մի օր, այսինքն ըստ տրամադրության, ըստ հայեցողության, ըստ պայմանականության, այդ պահին ինչ է պետք հրամցնել, ինքը հրամցնում է եւ 8 տարի հետո նորից ինքը տենց բղավում, հայտարարում է, մի հարցնող լինի, ընկեր 8 տարի ով էր նստած, անցած տարի ով էր, նախանցած տարի ով էր, դրա առաջին տարին ով էր, տարին ով էր։ Բայց եկեք ընդունենք, քանի մեր հասարակության մեջ կա մի սեգմենտ, որը շարունակում է օրգազմ ապրել, թալանը տալու եմ, բերելու եմ, նստացնելու եմ, գլխատելու եմ, չոքացնելու եմ, կզացնելու եմ, չգիտեմ, լումային կակա է կասելու, բերթերը լցնելու եմ, քանի հասարակության այդ սեգմենտը կա, որը լինենք անկեղծ, գնաց եւ քվեարկեց այս ռեժիմին, մեկը չասի, թե չեն գնացել եւ չեն քվեարկել, գնաց եւ քվեարկեց այս ռեժիմին, ռեժիմի պարագլուխը շարունակելու է իր մշտական մանիպուլյացիաները, որտեղ գիտի, որ այդ ճաշը ուտող Հայաստանի Հանրապետությունում բավականաչափ թվով քաղաքացիներ կան։ Բայց դա բան չի, չէ, այսպես սահման ունի, չէ, հիմա մարդիկ, չգիտեմ, կարող են ունեն 10 միլիոն, կարող է, այսինքն մարդիկ գործարար արարող բան մարդիկ են եղել։ Մի օր այդ ամեն ինչը վերջանալու է, չէ։ Իսկ ուր այդ օրը տիկին Չէ, սպասեք, այսինքն հերթը, չէ, ուրիշ բան եմ ասում, հերթը գալու է հասնելու է Նիկոլի օլիգարխներին, չէ, Նիկոլի թիմին, եթե այդ շերտ ինքը մտածում է, որ, ասենք, եթե դու մի քիչ պատմություն գիտես, չէ, Չինաստանի օրինակը, մեկ էլ ինչ-որ մի բան, ասենք, անցել էր թվում էր, թե բոլոր հարցերը լուծում են, չէ, նոր ինչ-որ հարուստներ էին առաջ եկել, մեկ է խումբեբինների այդ խումբը ստեղծեց ու սկսեց համատարած բոլորի դեմ, եթե դու քո հանրությանը շարունակում ես սնել այդ ամենով, այդ ինչ որ դուք ասում եք, այդ վրեժով, այդ չգիտեմ, գիլյոտին, չգիտեմ ինչ, ինքը Նիկոլ օրինակ չունի այդ գիտակցում, ինքը պատրաստ է, որ վաղը չէ մյուս օրը, ի վերջո, այս 3-4 գործարարի հարցն էլ ասենք թե լուծեցին, ես մարդիկ գնացին, կամ տարակ բանտ, ինչ որ մարդիկ բավարարվեցին, հերթը հասնելու է իրենց, չէ, դրա պատասխանը Նիկոլը ունի, օրինակ ինչ է անելու։ Ես Նիկոլին լավ ճանաչելով, ես ինչ կարի, բոլորին կտա Կողքի բոլորին կհանձնի։ Միանշանակ վստահ եղեք։ Բայց իր հերթն էլ կարող է գալ, չէ։ Դե գիտեք, իր հերթը կարող արդեն Հայաստան չլինի։ Դա ուրիշ հարց, բայց այն որ մի հատ իրանց հերթն էլ է գալու, պարզ է, ես ինչի համար սա ասեցի, որտեղ մարդը բղավում էր, որ դե ես դատ եմ տալու բոլոր նրանց, ովքեր որ ասում են 300,000 ադրբեջանցիներ են տալու։ Նախ շատ լավ կլիներ, որ այդ 1000 ու մի միջազգային բաներում կանգնած ես, բա գնա մի հատ այդ քո խրոխ ձայնով, մի հատ ասա, մի հատ էլ այդ թուղթ ասեն շպրտի Ալիևի դեմքին, ասա դու ոնց ես համարցակվում, առավոտ ու գիշեր քո մոտ կոնֆերանսներ, վեհաժողովներ, ես շատ հեռու գնալ պետք չի, ընդամենը վերջերս, հիմա Տիկին Զորաբյանը մանրամասը կներկայացնի, ինչա տեղի ունեցել։ Ուրեմն, եւ այսպես, Մեղրի քաղաքից ընդամենը 10 կիլոմետր հեռավորության վրա Նախիջևանի Օրդուբադ քաղաքում տեղի ունեցավ Արևմտյան Ադրբեջան մեծ վերադարձ 3-րդ հերթական համաժողովը, որը ֆինանսավորվել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի կողմից, այսինքն դա պետական մակարդակով
պետական քաղաքականություն է։ Հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը սպառնում էր դատի տալ բոլոր նրանց, ովքեր իբր ֆեյք օրակարգ են բերել հայկական միջավայր 300,000 ադրբեջանցիների վերադարձ, ասում էր մի ադրբեջանցի անգամ, իր քաղաքական թիմը ասում էր մի ադրբեջանցի անգամ չի գալու, հիմա ես ընդամենը ցիտելու եմ այդ համաժողովին, որ Նիկոլի էլեկտորատը չասի սուտա չկա նման բան, եւ այսպես ուրեմն Էրդողանի քաղաքական դաշնակից ազգությամբ թուրք Ղևլետ Բաղչելին, ով շատ ողջունել էր այդ համաժողովը եւ ասել էր եկել է անկեղծ խոսելու ժամանակը եւ եկել է ասելու, որ Զանգեզուրի միջանցքը իրականում դա Թուրանի միջանցքն է եւ այդ մասին մենք պիտի բաց խոսենք, այսինքն այն, որ մենք մշտապես ասում ենք, որ թուրքական օրակարգը դա Թուրանի ուրեմն ծրագիրը ամբողջապես իրականացնելն է, հիմա այս մարդիկ ասում են, եկեք բաց խոսենք, այդ թիթիզություն մի արեք, էլ թրիփ չեն ասում էին Զանգեզուր, ասում այդ էլ մի ասեք, որտեվ դա իրականում Թուրանի ծրագիրն է, որը իրականացման ճանապարհին է եւ այսպես այդ նույն համաժողովին մասնակցող Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխնախագահ Զիաֆեթ Ասքերովը հայտարարեց յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի իրավունք ունի իր նախնիների պատմական հողը վերադառնալու, իսկ այդքան էլ ճիշտ, իսկ արևմտյան Ադրբեջանի կազմակերպության նախագահ Ազիզ Ալեկբերլին պահանջեց Հայաստանի իշխանություններից ստեղծել անհրաժեշտ բոլոր իրավական պայմանները ադրբեջանցիների վերադարձի համար եւ եթե սա լիներ ընդամենը միայն ներքին լսարանի համար, ապա դրանից ժամեր անց Միլի Մեջլիսում ստեղծված մեծ վերադարձ հանձնաժողովը այլևս հիմք ընդունելով Օրդուբադում տեղի ունեցած համաժողովի արդյունքները չեր սկսի նորից օրենսդրական փոփոխություններ քննարկել, թե ինչպես պիտի ապահովեն իրենց քաղաքացիների անվտանգությունը, որոնք, ինչպես նշված է բազմաթիվ օրենսդրական նախաձեռնությունների մեջ, փուլ առ փուլ պիտի վերադառնան Ադրբեջան։ Մի բան էլ ասեմ, ուրեմն ադրբեջանական բոլոր զինվորական զորամասերում տեղադրված է Ադրբեջանի քարտեզը եւ այդ քարտեզում Սյունիքը, Վայոց ձորը ամբողջությամբ, իսկ Գեղարքունիքի եւ Տավուշի որոշ մասեր համարվում է Ադրբեջանի տարածք եւ սա այն ծրագիրն է, որը այլևս Ադրբեջանի պետական քաղաքականությունն է։ Հիմա դիմում եմ այս իշխանություններին, ասում եք սուտա, ով ասի մի հատ ադրբեջանցի անգամ վերադառնալու է Հայաստան, պատրաստվում եք դատի տալ։ Լայն հնարավորություն, կարող ես եւ Հայաստանից, բարձր ամբիոնից, ազգային ժողովից, միջազգային բոլոր ամբիոններից, եւ կառավարության նիստի ժամանակ, բրիֆինգների կամ միջազգայիններում այս բոլոր անձանց թող պատասխան տա, թե ուր են գնալու այդ 300,000 ադրբեջանցիները։ Իհարկե, եթե համարձակություն ունենա, հիշեցնի նաեւ, թե 1 միլիոն հայությունը, որ Ադրբեջանից եւ Արցախից տեղահանվել են ցեղասպանությունից փրկվելու համար ինչ են անելու։ Այնպես որ մենք սպասում ենք Օրդուբադում տեղի ունեցածի արձագանքին, առ այս պահը արդեն քանի օր է անցել Օրդուբադում տեղի ունեցած մեծ համաժողովից, որտեղ իրավական մակարդակով քննարկվել է ադրբեջանցիների վերադարձը արևմտյան Հայաստան, արևմտյան Ադրբեջան, այսինքն Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, Օրդուբադի համաժողովից անցել է արդեն ինչքան ժամանակ, Հայաստանի միդից 0 արձագանք, նախագահի գրասենյակից, որը ոնց հասկացանք հիմա էլ ինչ որ գիտությունների ակադեմիայի խորհուրդն է պատրաստվում գլխավորել այդ մարդը, որի ֆունկցիոնալ նշանակությունը
+0 անսահմանությունա որևէ արձագանք, Նիկոլ Փաշինյանից ով սպառնում էր դատի տալ բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն ֆեյք օրակարգ առաջ մղել իբր ադրբեջանցիների վերադարձի ասելով, որ նման օրակարգ չկա, դե պատասխանեք, նորից եմ կրկնում, Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխնախագահ Զիաֆետ Ասքերովին, ով ասում է յուրաքանչյուր ադրբեջանցու իրավունքն է վերադառնալու իր պատմական հողերը, դե պատասխանեք Էրդողանի քաղաքական դաշնակից Ղևլետ Բաղչելիին, ով ասում է դրեք մի կողմ երեսպաշտությունը եւ բաց խոսեք, որ Զանգեզուրի միջանցքը իրականում դա Թուրանի ծրագիրն է, որը իրականացման ճանապարհին կրկնում եմ, Միլի Մեջլիսում ստեղծվել է, վաղուց է ստեղծվել մեծ վերադարձ Արևմտյան Ադրբեջան, այո, որտեղ քննարկվում են բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, իրենց ասելով, իրենց պատմական հողերում, այսինքն մեր տարածքում իրենց հայրենակիցների անվտանգությունը ապահովելու համար եւ նորից ուզում եմ հիշեցնել, նայեք ադրբեջանական բոլոր զորամասերում տեղակայված քարտեզները, բացեք ադրբեջանական լրատվամիջոցները, իրենք հատուկ կենտրոնական դիրքում տեղադրել են քարտեզներ եւ այդ քարտեզներում ամբողջ Սյունիքը, ամբողջ Վայոց ձորը իրենք համարում են Ադրբեջանի սուվերեն տարածք, իսկ Տավուշի եւ Գեղարքունիքի որոշ մարզեր մեծահոգաբար թողել են մեզ, մնացածը եւս համարում են Ադրբեջանի սուվերեն տարածք։ Դե պատասխանեք, հիմա ես ակնկալում եմ միդի պատասխանը, միդի արձագանքը Օրդուբադում տեղի ունեցածին, մենք տեսանք այնտեղ նաև Կոմիտաս հնչեցրեցին, Կոմիտասի մշակումները հնչեցրեցին որպես ադրբեջանական ազգային երաժշտություն եւ չկա այդ կոմպոզիտորների միություն, ստեղծագործական միություն, որ վախից մտել սաղդ պլինդուզների տակ, գոնե այս հարցում ձայն հանեք, որ Կոմիտասի մշակումները այդ համաժողովում Օրդուբադի ներկայացվեցին որպես այո, կրսկին գամբող բաները, Տիգրան Մասունյանց կրսկին գամբող քաղաքապետի դոշին, բացեն հանի Կոմիտասը ներկայացվում է որպես ադրբեջանական ազգային երաժշտություն։ Հատկապես որ հիմա ձեր երազանքը կատարվել է, մեծ կեղծիքների հետևանքով այս մարդը նստած է, չէ, ձեր երազանքը կատարվել է, բայց մյուս կողմից նայարա, ես էլի հարցեր ունեմ, այդ հարցերը կքննարկենք հիմա, մեր գործընկեր Նահիրի Հոխիկյանը մի հետաքրքիր բան ասեց, էլի ասեց կան բնակիչներ եւ կա ազգ, հիմա պետք է հանգիստ թողել այդ բնակիչներին, ովքեր որ ընտրել են Նիկոլին, որտեվ թողենք, որ իրանք իրար հետ առերեսվեն։ Հիմա եթե սա ճշմարտություն է, այս մարդը բերում է, գիտեք, ինքը ամեն անգամ ինչ որ տեղի ունեն, ինքը ասում է սա է մեղավոր, սա է մեղավոր։ Լավ, ասենք հրապարակում կան, չգիտեմ, 50 գործիչ են մնացել, այդ 50 գործիչների հարցն է լուծեց, քրեական գործեր դատել կամ հեռացրեց կամ չգիտեմ ինչ։ Հիմա այդ բնակիչները, ովքեր որ 700 քանի հազար ձայն են տվել, մի 200,000-ն էլ այսքան բաներ է տարածում, որ կեղծել են այդ կես միլիոն ընտրողները, շատ հետաքրքիր է, էլի որ գան։ Այս անգամ ինչ են անելու, էլի։ Շատ հետաքրքիր, որտեղ թողնենք իրանց իրար ասես մենակ, էլի մնան։ Ինչ է լինելու։ Իրանք ձեզ ով ասել, որ իրանք դժգոհ են։ Ես նայում եմ։ Չէ, եթե եկան այդ 300,000, իսկ ադրբեջանցիները որտեղ որ անցնում են, եթե դուք չգիտեք ինչ է, թող գնան պատտեն, ասենք Սյունիքի են գյուղերով, որ հիմա ասես կրակի տակ են, Գեղարքունիքի են խլած, օկուպացած է տարածքներ Արցախի։ Ես շողակաթը հրաշալի ֆիլմաշար է անում։ Հասկացանք, բայց տեսակ կրակի տակ գտնվող Սյունիքում ինչքան ձայն ստացավ։ Գիտեք, եթե այսպիսի ինֆորմացիաներ է տարածում, որ համայնքապետերը գիշերով 700 հոգի մի ուժից, եթե 750 հոգու ձերբակալում են, լուսաբացին տանում են, բա դրա մասին չեք ուզում խոսել։ Ես ճիշտ ասած մտածում եմ, որ դի առավոտից երեկոն ընդդիմությունը սրա մասին խոսել, որովհետև եթե դուք չեք խոսելու դրա մասին, Նիկոլը շատ խոսելու առումով գոնե վարպետ է, մանիպուլյացիաների առումով վարպետ է, ինքը առավոտը երեկոն ինքը ասել է դուք եք, այսինքն դուք չեք հասկացել միջև
հիմա, ասենք Արցախը տալիս է, ասում է դուք եք տվել, Սյունիքի տարածքները տալիս է, ասում է դուք եք տվել, այդքան զոհեր կա, ասում է դուք եք արել, կեղծումը ասում է դուք եք արել, ինքը ուղղակի բարձր բղավելու մանիպուլյացիաների սուպեր վարպետ է եւ տենց երկրորդ այս երկրում չկա։ Հիմա լավ, այս ընդդիմությունը չի հասկանում, եթե տես պարապ մնաք, պարապ Բարիս բուն իմաստով, պետք է իրենց առնով գուշել, պարապ, եթե դուք շարունակեք պարապ մնալ, այս մարդը վաղը սենց շրջելու է, հիմա պարզելու ասելա ոչ թե 700 քանի հազար, միլիոն, իշքան են ընտրել են, միլիոն ու կես ասելա ինձ են ընտրել, ինչ-որ բան է տեղի ունեցել, էլի կաշավ։ Ինչա ասել Նիկոլը, հիշում եք ընտրություններից անմիջապես հետո Նիկոլը հայտարարեց, որ ընդդիմությանը 100% ձայն են տվել ընտրակեղծիքով, երբ որ իմ նման, ձեր նման բազմաթիվ մարդիկ ընդվզեցին, բողոքեցին, ասեցին ոնց ես գնացել եմ ընտրակեղծիքով եմ դրել, մի հատ ելույթ ունեցավ, ասեց չէ, всё-таки 30%-ը իր կամքով է քվեարկել, 70%-ը որտեղ որ կա adekvat արձագանք եւ առհասարակական դիմադրություն, ուրեմն սիրելի ընդդիմություն եք, չսիրելի եք, չգիտեմ ինչ եք, այդ որ ինչ որ բաներ եք պատրաստում անել, եթե այս փուլում ինքը տեսներ, որ կա ես հիմա պիտի հերթ չտալով, ասենք, քանի անդամ ունի ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինք, Հայեղափոխական դաշնակցությունը, Հանրապետական կուսակցությունը, այսքան ընդդիմադիրը քանի ուժ է, 10 քանի ուժ էին, եթե ամեն մի անդամ օրական բացատրեր եւ եթե մեր խմբագրություն վստահ է, որ տիկին ինչ բանա տեղա տարապա Տիկին Զորաբյանի գլխին, ինչքան քաղաքացիներ են զանգում, ասում են մեզ սպառնացել են, մեզ համոզել են, մեր տան վրա գրանցումներ, մեր խմբագրություն գիտեք ինչքան մարդազանգ է, մեր տան վրա գրանցված են եղել, մենք նկարանում ենք զինվորները լրացուցիչ վրա, եթե սրա մասին բոլոր պարոն Կարապետյան, ինչ եք անում, Սամվել Կարապետյան, հիմա արդեն ճիշտ ժամանակն է ձեզ դիմելու, հիմա եթե ձեր բոլոր կուսակիցները, բանը քանի կար, խլխլում էին, տեղ չէին տալի, ձեր դուռը կոտրում էին, չէ՞, այնպես վիճակ էր, որ դռները կոտրելով չէին հասցնում գալ։ Եթե բան ուզում էին մտնել էլի, ասենք, տենց մի հատ աժոտաժեր։ Հիմա եթե բոլոր ամեն մեկը դրվագային գոնե մի բան ներկայացնի, թե ինչ կեղծիք է եղել, առավոտը ամեն օր, ասենք, ձեր 40 անդամ դա ներկայացնի։ Նույնը վերաբերում է նաև Հայաստան դաշինքի։ Ինչա դուք կարծում եք, որ ԿՊ-ն պետք է բան աներ, սենց հոխորտար ու վերկենար սենց հայտարարել։ Հիմա Ես չգիտեմ, չգիտեն ձևը աշխատելու։ Էս է իրանց հնարավորությունները, սա է իրանց հնարավորությունները։ Այո, հիմա դուք ուզում եք, որ ասեմ, էսա ընդդիմության հնարավորությունը, այո, ցավոք սրտի, ես չեմ ուզում այսօր ընդդիմությանը անդրադառնալ, ցավոք սրտի, այո, էսա ընդդիմության հնարավորությունը, երբ որ Նիկոլ Փաշինյանը դեռևս ընտրական ընդամենը 10% քվե ամփոփած գնում է ԿՊ եւ իրան հրճակում է հաղթանակած եւ փողոցում մարդ չկա, ուրեմն Նիկոլ Փաշինյանը ամենաարդար բանն է, որ տեղի է ունեցել մեզ հետ։ Հիմա դիմել են Սահմանադրական դատարան, այսօր հայտարարվեց, որ Սահմանադրական դատարանը բոլոր 7 կուսակցությունների դիմումները, որտեղ ըստ էության նույնական են, անվավեր ճանաչել ընտրությունները մեկ տեղել է, մեկ ուրեմն հայցով քննվելու է, օրն է նշանակված անգամ հունիսի 26-ին ժամը 11-ից սկսվելու է բաց քննարկումները։ Ես հիմա կարամ չսպասենք հունիսի 26-ին, ես հենց հիմա կարամ ասեմ, թե Սահմանադրական դատարանը ինչ որոշում է, ինչ վճիռ է կայացնելու, բնականաբար Սահմանադրական դատարանը հայտարարելու է, որ որևէ հիմք պահանջ չկա ընտրությունները անվավեր ճանաչելու։ Ես ուզում եմ հույս ունենալ, որ ընդդիմադիր բոլոր ուժերը, ովքեր դիմել են Սահմանադրական դատարան, շատ լավ գիտեն, թե Սահմանադրական դատարանը ինչ վճիռ է կայացնելու եւ ունեն իրենց հետագա ճանապարհային քարտեզը։ Եթե էտել չունեք, ընդհանրապես Սահմանադրական դատարանը ձեզ պետք է որ լեգիտիմացնեք, արդարացնեք, ժամանակ ձգեք, որ վերցնեք, գնաք ձեր մանդատները եւ խորհրդարանում զբաղվեք, եկեք շատ ավելի կոպիտ բառ չասեմ, պարզա թե ինչով, ապա ուրեմն ես նորից եմ ասում, Նիկոլը ամենաարդար բանն է, որ տեղի է ունեցել մեզ հետ եւ տեղի է ունենալու ձեզ հետ։ Սա է իրականությունը։ Բայց մյուս կողմից պիտի բոլոր գործիքակազմերը օգտագործեն։ Միշտ ասել ենք Տիկին Զորաբյան, հիշում եք, որ միջև ընտրությունները, որ ասում էինք, պիտի գեներացվի էներգիա, խտացի, որ միայն այն չէր, այդ նախընտրական փուլը միշտ պիտի այ որտեվ եթե դուք ասում եք մենք ունենք բկետ, գկետ, ուրեմն դրա համար պիտի դուք նախորոք այդ ամեն ինչը անեք, էլի, այսինքն
էին, Հա, չէ, բա դրա համար պետք էր Բա այդ բարձր, որ ոչ աշխատանքը մի կետեր պետք էր տանել։ չունեին։ Հիմա որ ասում եք պիտի գնան ազգային ժողով բան, ես ասեմ, որ ես հանգիստ կարող եմ դրա մասին խոսել, որ եթե անգամ այսօր մեծ ինչքան է, կես միլիոն մարդ է ընդդիմությանը ձայն տվել։ Ավել 540,000 մոտ 540,000 այն կողքի ձայները որ կան, էլ չեմ ասում ինչքան ձայներ փոշիացվել են եւ ինչքան ձայներ կեղծել։ Այսինքն մոտավորապես 700-800,000 ընտրողների մասին է, չէ՞ խոս, Մերժելե Նիկոլին։ Ահա, եկեք ոչ թե այսպես շատ գերագնահատենք մեր դերը, բայց չպետք է չէ անտեսյալ որ նաև նման հարթակներին ձեր նման եւ ձեր նման գործիչների շնորհիվ է, չէ՞ որ ընդդիմադիր շերտ է գոյացել, այդպես է թե այդպես չի։ Այսինքն դուք կարծում եք, չէ, սպասեք, դուք կարծում եք այդ պատահական է, որ 700 քանի հազար մարդ մերժում է այս մարդում եւ այս մարդը միջև ընտրությունների արդյունքները բոլոր հարցումների համաձայն այս մարդը չուներ։ Այս ասում են 20% ունի, 10% ունի, 30% ունի, չգիտեմ ինչքան ունի, չէ՞, ասում են էս ունի։ Դա ինչի շնորհիվ էր, նաև ձեր նման գործիչների, եւ նաև, չէ, եւ եկեք չթերագնահատենք եւ նաև խորհրդարանում հիմա եթե падգամավորներ կային, որ պարապ-սարապ այնտեղ վեր ընկած էին ընդդիմադիր գործիչների կամ ծախու շակալներ էին, որ անցան այն մյուս կողմը, բայց եկեք ընդունենք, որ մենք ունենք մոտավորապես ինչ ասում, 13-14 падգամավորներ, որ իսկապես լուրջ աշխատանք էին տանում այդտեղ, ճիշտ է։ Ունեին, չէ, բայց այդ աշխատանքի շնորհիվ էր նաև, որ այդ 700,000 ընդդիմադիր ձայներ է գոյացել։ Եթե այդ 13-14-ի փոխարեն 30-40-ը տենց աշխատանք տանեն, դուք կարծում եք դա չի կարելի դա անտեսել։ Դա շատ մեծ բան է տվել ընդդիմությանը եւ շատ մեծ ձայների բանը մտածում է եղել։ Այնպես որ եթե կա այնտեղ աշխատելու տեղ Եթե կա, բայց չպիտի պարապ նստեն, էլի, ասեն գնան այնտեղ, ասեն, հա դե գնացել է Սամվել Կարապետյանն, ասի դե իմ ուժը գնացել է այնտեղ աշխատում է, նորմալ է, բանն ասի, Հայ-Հեղափոխական Դաշնակցությունն ասի, մեր 5 հոգին այնտեղ նստած են, նորմալ է, չէ, դրանով չպիտի բավարարվի։ Ես կարծում եմ, որ այդպես է լինելու է, բայց ես հիմա դրան չեմ ուզում անդրադառնամ, որովհետև իմ գնահատմամբ ոչ մանդատ վերցնելն է, բան փոխելու այս իրավիճակում, ոչ էլ չվերցնելը, ուստի որոշումը իրանցն է, նախադեպեր կան, այժմ հիշում եք ժամանակի շատ ակտիվ 10 հոգի ուներ, երբ որ հրաժարվեցին իրենք փոշիացավ, մյուս ընտրություններին իրաց մասին հիշող չկար։ Բոյկոտը չի արդարացվում, այո, բայց ճիշտ եք, զուգահեռ դրա շատ կարևոր է թե իրենք ինչ են անելու։ Այնպես որ սա կա։ Հիմա տեսեք, իսկապես ամեն անգամ երբ որ Ռուբեն Վարդանյանի կինը ինչ որ հայտարարություն բան, ես չգիտեմ, էլի սա մեր ամոթ ու խայտարակության բանը դուք պատկերացնում եք, այսինքն այս պայքարը Մարիամ, Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, չգիտեմ, մեր այս գերեվարված փաստորեն մնացել են ընտանիքի վրա, դուք հասկանում եք, այս այն մարդիկ են, որ ես չեմ ամաչում, չեմ զլանում եւ հպարտորեն ասում եմ, ես ավելի մեր ժամանակների մեծագույն հայերի մասին է խոսքը, մեծ, որ իսկապես են որ ասում ենք չունենք անznազող մարդիկ գնացել են անznազողության հանուն նրա, որ արցախցիները կարողանան դուրս գալ։ Եվ եթե կա մի արցախցի իմիջայլոց մի հատ սրիկա կա, սորոսական տականք, ինչ որ այս վերջերս էլ հայտնվեց բանտում, չգիտեմ ինչ, ես այդ տականքի մասին հետո առանձին կխոսեմ, ինքը ժուլիկ մանիպուլատոր բան է եւ նաեւ իր այս տականքների այնտեղ սերաշեղվածներ կան, դրանց քարոզի հետևանքով է որ նաեւ ինչ որ բաներ է ձևավորվել, էլի Բաքվի բանտում նստած անձանց հետ կապված։ Հիմա նախաձեռնությամբ է հանդես եկել, խնդրեի դրա մասին խոսեի։ Այո, կա նախաձեռնություն, որ հայ կանայք, նաև իրավապաշտպաններ, միջազգային կին իրավապաշտպաններ մեկնեն Բաքու այցելելու մեր ռազմագերիներին, այս պահը Ադրբեջանի օմբուդսմենը Սաբինա Ալիևան որևէ պատասխան չի տվել, բնականաբար Հայաստանի օմբուդսմենը կռունկ երկող մադամը իր ձեռքերը լվացել է, ասել է դա իր իրավասության ներքո չէ, ես կարծում եմ ամեն ինչ պիտի անել, որ այդ այցը կայանա, ամեն ինչ պիտի անել, որ ուրեմն կանայք, իրավապաշտպաններ, նաև ռազմագերիների հարազատները այդ նախաձեռնությամբ հանդես եկել Ռուբեն Վարդանյանի կինը, ես ինքս ասել եմ պատրաստ եմ այդ կազմում մեկնել Բաքու, այցելել մեր ռազմագերիներին, մենք շատ մտահոգիչ տեղեկություններ ունենք, այնտեղ տարեց ռազմագերիներ ունենք, ովքեր լրջագույն առողջական խնդիրներ ունեն, այո, մեկներ վերադարձից հետո մահացավ, շատ կարևոր է Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությունը, նորից ասում եմ, ես պատրաստ եմ լինել են կանանց կազմում, ովքեր կմեկնեն Բաքու, կարծում եմ այդ
կազմում պիտի լինեն նաև մեր բոլոր ռազմագերիների ուրեմն կանայք, Նաև պիտի ձեզ խնդրեմ, որ դուք այդ ակտիվությունը չդրսևորեք, ես գիտեմ, որ դուք պատրաստ եք եւ ինչ հարազատ բան մարդիկ են եւ մարդու իրավունքները ինչ կարեւոր է ձեզ համար եւ ընդհանրապես, բայց չմոռանանք Տիկին Զորաբյան, որ դուք եւս թիրախում եք եւ պետք է որոշակի զգուշավորություն դրսևորել, չէ, դուք հասկանում եք ում հետ գործ ունեք, դուք մարդասպան, ցեղասպան Մարտակեր Ալիևի հետ գործ ունեք եւ այնպես որ այդ առումով լավ կլներ մի քիչ ավելի բան լինեք։ Այո, ամեն դեպքում շատ կարեւոր է, որ Ադրբեջանը արձագանքի Ռուբեն Վարդանյանի կնոջ առաջարկին նախաձեռնությանը եւ թույլ տա, որ հայ կանայք, իրավապաշտպաններ, նաև ռազմագերիների կանայք, մեր ռազմագերիների կանայք մեկնեն Բաքու։ Կրկնում եմ, տեղեկությունները շատ մտահոգիչ են։ Տարեց ռազմագերիներ ունենք, ովքեր լրջագույն խնդիրներ ունեն։ Եվ անգամ երբ որ կարողացել են, շատ այսպես հազվադեպ հարազատների հետ հեռախոսով խոսել, հարազատները արձանագրել են, որ հազիվ են կարողանում խոսել։ Մարդիկ հագուստի խնդիր ունեն։ Մարդիկ նաև իրենց հավատքը գոնե, Աստվածաշնչի խնդիր ունեն, գիտեք, որ հոգևոր գրականությունը արգելված է, երկու գիրք կա Բաքվի բերդում, Վարդգես Պետրոսյանի գիրքը, մեկ էլ Նիկոլի գիրքը։ Ես ակնկալում եմ եւ ես ինքս իմ կողմից դիմելու եմ միջազգային բոլոր կառույցներին, որ ընթացք տրվի Ռուբեն Վարդանյանի կնոջ նախաձեռնությանը եւ հնարավորություն տրվի հայ կանանց իրավապաշտպաններին եւ ռազմագերիների հարազատներին մեկնել Բաքու։ Ես կրկնում եմ, չեմ տեսել աշխարհում որևէ խաղաղության պայմանագիր, որ կնքվի, երբ որ կողմերից մեկը շարունակում է ոչ միայն իր բերդում խոշտանգել մյուս կողմի ռազմագերիներին, այլև ամեն առիթը բաց չի թողնում հայտարարելու, որ նրանք ավելի վտանգավոր հանցագործներ են, քան Նուրնբերգյան դատավարության ժամանակ ֆաշիստական նացիստները, որովհետև նրանք ցեղասպանական, ուրեմն մարդկության դեմ կատարած, ուրեմն հանցագործություններ են կատարել, չկա նման բան, որ հայկական կողմը այսպես մղվի ստորագրել խաղաղության պայմանագիր եւ որպես նախապայման չդնի հայ ռազմագերիների վերադարձը եւ որպես նախապայման չդնի ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի սուվերեն տարածքներից իրենց ասելով 300 կիլոմետրից էսել Արարատի ասելով Միրզոյան օկուպացիան ուրեմն Սյունիքում, Իշխանասար, Սևլիչ եւ նաեւ մնացյալ բնակավայրերում չկա նման նախադեպ փոխարենը մենք տեսնում ենք որ խաղաղության այսպես կոչված պայմանագիր կնքելու համար Ադրբեջանը շարունակում է պահանջել մեկ բան անկախ նրանից ասում է Նիկոլ դու սահմանադրական մեծամասնություն ստացել ես թե չէ իմ սեղանին կդնես հանրաքվեն որով անկախության հռչակագիրը կհանվի սահմանադրությունից որից հետո ես կմտածեմ խաղաղության պայմանագիր ստորագրեմ թե ոչ Իմիջիալուց ձեր ասածը հիմա հաստատում են նաև մեր հետևորդները գրում են մեզ անպատվել է Նիկոլա ասելով որ փողով են մեզ արել ասել է եւ դրա համար մենք պիտի դուրս գանք պայքարենք ասենք բայց ես ասում եմ առաջին քայլը սա պիտի լինի Գագիկ Ծառուկյանի Սամվել Կարապետյանի Ռոբերտ Քոչարյանի այսինքն այն մարդիկ ում որ հավատացել են եւ հայեղափոխական դաշնակցության ում հետևից գնացել են եւ ում ձայն են տվել պիտի այս մարդկանց գործ լինի եւ նաեւ այն ուժերի որ չգիտեմ հիմա բարի նպատակով թե ինչ բայց այնուամենայնիվ փոշիացրեցին չէ այս ձայները ասում էին որ մի արեք այսքան հարցումներ են անցկացում բան կարող էին վերջին փուլում դուրս գալ բան ինչևէ այսինքն պիտի սա հնչեղություն ստանա եւ ոչ միայն այդպես բան խոսքի տեսքով այլ նաեւ գործողությունների տեսքով որ այս անպատվության տակից դուրս գալ ուրեմն իրանք անեն բայց հիմա քանի որ ինքը շատ բղավում է դուք վստահ եղեք ոնց որ ինքը ասենք Արցախը հանձնեց բղավեց այդ նույն բանը հիմա ինքը շատ սահուն կերպով անում է գիտեք եթե հիմա մի անգամ 10 անգամ 20 անգամ 30 անգամ 100 անգամ 8 տարի շարունակ անում է ուրեմն մյուս կողմից այսինքն ուղեղի բանը խնդիր ունի ընդդիմություններ չգիտեմ ասենք ինչքան կարելի է չհասկանալ եւ այս ամեն ինչից հետեւություն չանել որ ինչ կերպ պիտի ես հիմա պայքարել պիտի անեն նորից ուզում եմ անդրադառնալ հիշում եք Նիկոլը ըստ էության հայտարարեց բաց տեքստով որ ընդդիմադիր ուժերը
իրենց ձայնը ստացել են ուրեմն ընտրակաշարք բաժանելով եւ ընդդիմադիր էլեկտորատը գնացել քվեարկել ընտրակաշարքով հիշում եք գոռաց ասեց ես չեմ ուզում հավատալ որ 500,000 մարդ կարա կողմ լինի պատերազմին չէ մենք գնացել քվեարկել ենք որ պատերազմ չլինի մենք դրա համար ենք քվեարկել հետո տեսնելով որ իր բղավոցը որ 100% գնացել քվեարկել են ընտրակեղծիքով որովհետև 500,000 պատերազմի կողմնակից չկար Միջդեռ ընդդիմությունը ինչ անում փսփսում է լուր անձայն հանգստի ինչ որ բանի անցել փսփսում է բանի ինքն էլ իր համար այդպես ինչ ուզում է այդպես ներկայացնում է ըստ էության Նիկոլ Փաշինյանը մեղադրանք ներկայացրեց լրջագույն մեղադրանք ներկայացրեց Հայաստանի Հանրապետության 540,000 փաստերը կա մարդը լույսերը անջատել է փաստերը կա ինչ տերոր են արել փաստերը կա 700-քանի հոգի ձերբակալված են եղել առավոտ տերոր է եղել շտաբի բոլոր ղեկավարներին այսինքն երբ որ դու ձերբակալում ես այդ ամբողջ ցանցալ է բա դուք ինչի՞ չեք բղավում դրա մասին չէ՞ այդ կոնկրետ ասում եմ Սամվել Կարապետյան, դուք ինչով եք զբաղված։ Օրինակ ձեր թիմը հիմա ինչով է զբաղված։ Հիմա գիտեմ, մի հատ ինչ որ ուժ կա, կասի բանը։ Բա Հայաստան դաշինք Ռոբերտ Քոչարյան ինչով եք զբաղված, ճիշտ եք անում։ Դուք էլ մի հատ հերոս ունեք, այս ընդդիմության այդ թևի մասին է, ջահելների մասին է, Ռոբերտ Քոչարյանն է։ Այդ հասկացանք։ Բայց այն մա դրանց էլ ասեք, էլի բոլորին էլ ասեք, սա բոլորի վրա է տարածում, հատկապես այն ուժի, որ այսքան շատ ձայներ է հավաքել։ Բա դուք ինչ եք անում, լուր նստած ինչ եք անում։ Գոնե խոսեք, բարձրաձայնեք, հնչեցրեք սա, ամեն օր 40 խայտարակ բաներ հրապարակեք, թե ինչա տեղի ունեցել, ականատեսները, մասնակիցները, ի վերջո այդ ամբողջ հոսանքա զրկել են, չէ, տարել են, կամ հիմա ամեն օր ինչ-որ ձերբակալությունների, թող այդ ձերբակալվածները խոսեն, ասեն, սուտ է, հերյուրանքը, սուս, պուս, գլուխը կախ գնում նստում են։ Եվ նորից այս թեման ավարտեմ ես, որտեղ սա շատ լուրջ թեմա է, Նիկոլ Փաշինյանը լրջագույն մեղադրանք է ներկայացրել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր իրեն չեն ընտրել։ Ինքը ասել է, դուք բոլորդ ընտրել եք, որովհետև ձեզ տվել են ընտրակաշարք։ Հետո հասկանալով, որ ասածը ուղակի ծայրահեղ է, ասես դե չէ, 100%-ը չէ, մի 30%-ը երևի իր կամքով չի։ Հա, հիմա ես կարծում եմ, որ սա իսկապես լրջագույն մեղադրանք է, լրջագույն մեղադրանք է ներկայացված մեզանից յուրաքանչյուրին Նիկոլ Փաշինյանի կողմից, որ մենք գնացել եւ ընտրել ենք ընտրակաշարքով եւ ես կարծում եմ, որ այո, ընդդիմությունը արդեն ուշանում եք, ինչպես միշտ դուք ուշանում եք։ Դուք ուշացել եք նախընտրությունից արդեն 4 ամիս առաջ ուշացել եք։ Ընտրության օրն եք ուշացել, հատկապես ընտրության գիշերը եւ հաջորդ օրը դուք արդեն տենց ուշացած եք, բայց երբեք ուշ չի հատկապես, որ նժարին դրված է Հայաստան լինել թե չլինելու հարցը։ Իմիջայլոց թեմա, հա, բանտարկյանների կապված խնդրեմ։ Ուրեմն մենք չպիտի մոռանանք ոչ միայն ուրեմն Բաքվի բերդում գտնվող ռազմագերիներին, այլև ուրեմն չպիտի մոռանանք Հայաստանի քրեակատարողական հիմնարկում գտնվող մեր քաղաքական բանտարկյալներին։ Ես ուրեմն կարդացել եմ Սամվել Կարապետյանն էր որ դուրս եկավ առաջին թե երկրորդ հարցազրույցների մեկի ժամանակ այո ասեց որ այնտեղ ձմռան շեմին սառնամանիքի մեջ են պահել իսկ ամռանը տապի այսինքն 60 աշան այսինքն տեղի է ունենում խոշտանգում այո Հայաստանի բանտերում եթե հրապարակ եթե Սամվել Կարապետյանի հետ են այդպես վարվել դուք ինչ եք կարծում Անդրանիկ Թևանյանի իսկ Արմեն Աշոտյանի ինչու հատկապես որովհետև ամենաճկուն ինտելեկտուալ երկուսն էլ ճիշտ է։ Հիմա ես Արմեն Աշոտյանը, Թևանյան Անդրանիկը, հա, որ այդ աբսուրդ է, հա, ասենք ազգային ժողովի կայքում տպագրված թուղթը ռուսներին տալու համար $622,000 չկա տենց բան, բայց ես ամենայն մանրամասնությամբ ծանոթացել եմ Արմեն Աշոտյանի այս վերջի քեյսին, հա, կարդացել եմ, թե օրինակ ինչի համար է հիմա Արմեն Աշոտյանը Գիտեք, օրինակ հիմա կասեմ, հիմա կարդացել եմ, թե ինչի է Արմեն Աշոտյանը ամենայն մանրամասնությամբ ասեմ, մի հատ տենամ էլ, այստեղ իրավաբանություն, այստեղ կրիմինալ,
կա թե չէ, հավատացնում եմ ձեզ, թե ինչի է հիմա Արմեն Աշոտյանը 1 ամսով զրկվել ազատազրկումից եւ հատուկ տարել է Նուբար Աշենի Բերդ, այն Բերդը, որը վաղուց պիտի փակված լիներ, այդ Բերդում կանալիզացիոն համակարգը չի աշխատում, այդ Բերդում օդափոխության համակարգը չի աշխատում, հավատացնում եմ ձեզ, կարդացել եմ, թե ինչի է Արմենը Բերդում, ուրեմն հավատացեք ինձ, կարմիր գլխարկ հեքիաթում շատ ավելի կրիմինալ կա, որ կարդաց, ինչի տատիկը մայրիկը կարկանդակը թխեց, ինչի մայրիկը կարկանդակը տվեց աղջկան, ինչի աղջիկը հատուկ այդ ճանապարհով անցավ, կարմիր գլխարկում ավելի շատ կրիմինալ կա, քան այն աբսուրդը, որ Բրյուսովի ինստիտուտը իր ինչ որ մի գույք շուկայականից բարձր գնով, ինչ որ մի հատ տարածք օտարել է մի հատ ինչ որ մեկին, Արմեն Աշոտյանը տեղ այնքան կապ ունի, ինչքան Շար Պիերոյի կարմիր գլխարկը, սա աբսուրդ է, ու մենք բոլորս հասկանում ենք, թե ինչի է Արմենը Նուբար Աշենի քրեակատարողականում, որովհետև ես կարող եմ իմ ենթադրությունը անել, քաղաքացիական պայմանագիրը դիմել է տևական ժամանակ եվրոպական ժողովրդական կուսակցությանը ԵԺԿ-ին անդամակցելու համար եւ քանի որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ինքը ԵԺԿ-ի անդամ է եւ Արմենը այնտեղ մշտապես կարողանում է իր ձայնը բարձրացնել, ուրեմն այս կարմիր գլխարկի կրիմինալ հեքիաթը, այս աբսուրդը, որ սարքել են Արմենի գլխին, այս օրերին նաեւ դրա համար է, որպեսզի իրան կարողանան իրանց քեյսը հեշտությամբ ներկայացնել, բայց բնական է, այնտեղ Արմենից բացի էլի մարդիկ կան ԵԺԿ-ում, ովքեր գնալու են եւ խոսելու են եւ ասելու են, որ նաեւ Եվրոպայի ամոթն է, որ իրենք շարունակում են լռել, տեսնելով, թե ինչ է կատարվում Հայաստանում, այս մարդը կոնկրետ, ինչ է նշանակում շտաբի ղեկավարներին ձերբակալել, մարդուն մի հատ ծիծաղել ինչ որ ձայնագրություններ աղերցել, ասում հավաքարարին կանչում է, մի հատ անունով հավաքարար, ասենք Մակրուհին գալիս է, ասենք տան օրենին ամբողջ բանին ասում է, Դավիթ մի հատ գնա, այս ինչ բանն արա, ասես փողը դե չէ, աբսուրդ է, եւ որպես ամփոփում մենք այդ մասին շատ ենք խոսել, մենք տեսնում ենք, որ ես նաև կուզենայի սա տարածել մյուսների վրա, նույն Վարդան Ղուկասյանն ինձ է, որ ոնց որ այդ մարդկանց մասին ընտրված մարդիկ են, փակված, Մասիսի քաղաքապետը ընտրված, այսինքն միևնույն է, Նիկոլ, դու անվերջ ապացուցում ես, որ դու մրցունակ չես, դու ինտելեկտի դեմ չես կարողանում պայքարել, դու ընտրված մարդկանց դեմ չես կարողանում պայքարել, դու կուսակցական այդ բան թիմի դեմ չես կարողանում պայքարել, այսինքն քո ոչ թե դու իրականում պայքարի մեջ ես, այդ ԿՊԱ-կույտը, որ դուք բոլորդ գիտակցեք եւ հասկանաք, քո միակ գործիքակազմը մնացել է ինչ անել, գործ կարել, բոլշևիկյան բան է, էլի, գործ կարել, ձերբակալել, քրեական գործեր հարուցել, տանել, էսա։ Հիմա դե Եվրոպան առայժմ ասում է, բայց ես չեմ կարծում, որ սա շատ տևական է լինելու, որովհետեւ մենք շատ բարդ փուլ է մտնում Հայաստանը նաեւ եւ տնտեսական շատ բարդ փուլ է մտնում, հետաքրքիր է ծիծաղել ինչ որ բաներ էին ներկայացնում, չգիտեմ քանի հազար ինչ որ ծաղիկ գնացել է, հետո ասեցին, որ չգիտեմ քանի միլիոն թվերը ափսոս ինձ մոտ չկա, 91 միլիոն։ Ահա, խնդրեմ, մենա Տիկի Զորաբյանը տիրապետում է այդ թվերին։ Այսինքն 91 միլիոն, մեկ էլ այնտեղ ասում են, այո, 51000 հատ։ Սեթրակյան գուշը իր մեքենայով երկու արկղ ելակա տարել Մոսկվա։ Ուրեմն Չէ, Մոսկվա չէ, բան, ասենք Լեհաստան։ Ուրեմն այո, դե այս բանն է, էլի կամ ծաղիկներ են տարել, գիտեք, մեքենայի մեջ դրած տարել են։ Տեսնենք, այս ամեն ինչի վերջը եւ հիմա ինչ է լինելու։ սա էլ ամփոփելով, այո, աբսուրդ է, չէ։ Ուրեմն 100 միլիոնի չափ ծաղիկ հետ ա տվել Ռուսաստանը, Եվրոպական միության սենց դաբրոներով, ադաբրամսով, ընդամենը 51000, հաշվեք 100 միլիոն եւ 51000 ծաղիկ, սենց գնացելա, չգիտեմ Ուկրաինայով պտտվելա, չգիտեմ որտեղով, Գդանսկով, Պսկովի տակով գնացել հասելա Վարշավա, եւ ասում են բրավո, մեր ապրանքը հասավ Վարշավա, Սորոսական մի հատ քաղաքագետ կա, այն օր ասում է մենք լապատկի կոթով խփեցինք Պուտինի մեջքին եւ հիմա Պուտինը ցավից մռմռում է, Դուք ասեիք տալիս ենք իրաց, հիմա եկել էին ոստիկանական, ձայն չկա։ Իհարկե, հիմա դե Պուտինը թող արձագանքի բռնության կոչ կա, թե չէ։ Պուտինը չի արձագանքի, բա ինքը հիմա թող մի հատ արձագանքի։ աբսուրդ է, ես կրկնում
գտնում եմ ուրեմն 100 միլիոնի չափ ծաղիկ հետ ա տվել Ռուսաստանը, այդ ծաղիկները հայտնվեցին Զովքում եւ Երևան Սիթիում, փաստորեն մեր Եվրոպական միության տարածքը պարզվում է Երևան Սիթին ու Զովքն է։ Բայց շատ վատ լուր ունեմ Տիկին Զուրաբյան, չգիտեմ տեղյակ եք թե չէ, իրենց պատկանող խոսնակ Telegram ալիքով ինձ ուղարկել էին, մարդիկ սկսում են գործընթաց, ամեն օր հրապարակելու ենք, թե Սիթիում ժամկետած ինչեր կան, այնպես որ Սամվել Ալեքսանյան, ինչպես ասում են, ինչ կսկալ Սամոյն ասում ինչ ինչ-որ մեկը կա։ Հա, ասում է այնպես որ ձգեք ձեր գոտիները կամ համապատասխան մյուս հագուստները ձգեք, որովհետև իրենք հիմա սիրով, հանդարտ, շնորհքով մտնում են ձեր տարածք, այնպես որ որևէ մեկին որ դուք sense կիսատ պռատակից գլխից, բանից չէ, այդպիսի բաներ չի անցնում Նիկոլ մետ, ինչպես Նայարան ասեց, ուզում եք ձեզ զոհաբերեք, ինչ արեք, իհարկե բոլորին անցնելու եւ այո, նորից ամփոփելով էս տնտեսական թեման, այո, ինչպես սորոսական քաղաքագետը հայտարարեց, մենք բահի կոթով խփեցինք Պուտինի մեջքին ցավից մռմռումա, մեջքին են խփե, հիմա ուրեմն մենք տեսնում ենք արդեն մեր միգրանտները ահազանգում են, որ արդեն սկսել է ռուսական կողմը նրանց հետ պայմանագրեր չկնքել, տեսանք 100 միլիոն հատ վարդ հետ ուղարկեցին, բայց Եվրոպական միությունը Պսկովով, Գդանցկով 51,000 հատը տարավ Վարշավա եւ դա ներկայացրեց որպես Եվրոպական միության ձեռք մեկնումը Հայաստանին, այո, շարունակեք լապատկի կոթով խփել Պուտինի վզին, վզակոթին, մեջքին, ողնաշարին, մենակ մի բան մի մոռացեք, երբ որ Ռուսաստանը վերջնականապես կկայացնի որոշում Հայաստանի սենց օձիքից բռնած դուրս շպրտել ԵԱՏՄ-ից եւ Հայաստանի համար մեզանից յուրաքանչյուրի համար գազը կդառնա օրինակ $600, այդ ժամանակ են լապատկի մասին, որ հայտարարեց սորոստական քաղաքագետը, որով իրանք տվել են Պուտինի վզին, այդ լապատկի մասին չմոռանաք։ Գիտեք, որ Կրեմլը ունի մի քանի, այսպես ասած, խոսափողներ, հատկապես դա Սալավյովն է, Մարգարիտա Սիմոնյանը եւ ոչ միայն, եւ իրենք հիմնական հենց այնպես չի, ինչ որ բաներ մասին խոսում են։ Իրենք ասացին, որ սկսեք։ Երեք չառաջորվա հաղորդումներ Սալավյովի, որտեղ նաեւ հրավիրված էր Մարգարիտա Սիմոնյանը եւ չգիտեմ դա հետեւել եք թե չէ, իհարկե իրենք ամեն ինչ արել են, որ այդ հաղորդումները փակվեն, այսինքն այս մարդը որևէ քննադատություն չի ընդունում իր հասցեին, երևի դրանով էր պայմանավորված, որ որոշում կայացրեցին փակել, ինչեւ է, մեծ բան բաց աշխարհում ենք ապրում, ամեն ինչ գալիս եւ հասնում է։ Եվ ինչ էր, չգիտեմ դուք հետեւել եք, լսել եք թե ոչ, Տիկին Զուրաբյան, Մարգարիտա Սիմոնյանը նախ իր ասում է ես հայ եմ, Շստակրովնի մաքուր հայ եւ զարմացած եմ, որ ինչպես կարող էր ցեղասպանությունը ուրացող, Արցախը հանձնող, այսպիսի նվաստացումների գնացող մարդուն գետ մեկ հայ գտնվի, որ ձայն տա։ Իհարկե, ասում է եղել են մեծ խախտումներ, այնտեղ չի ասում 100,000 թե 200,000 ձայն կեղծվել է, մեծ կեղծիքներ են եղել, բայց այդ ամենով հանդերձ, եթե Նիկոլը ձայն է ստացել, ինքը օրինակ ասում էր, անգամ քուրս առաջարկել է, որ մենք պիտի մտածենք դրա մասին, թե մենք ինչ կապ ունենք այդ չեմ ասում այդ ազգի հետ, այդ ժողովրդի հետ եւ ինքը օրինակ շատ դաժան բաներ առաջարկեց, ես կարծում եմ, որ սա պատահական չի, ասեց օրինակ Վրաստանում կա այդ օրինակը, եթե հակավրացական ինչ-որ մի տեմ է, ասենք, խոսում են Աբխազիայի ինքնիշխանության, Օսեթիայի եւ այլն, այդ մարդիկ միանգամից մերժելի են դառնում եւ բացարձակ մուտք չունեն Վրաստան։ Այսինքն պերսոն նոն գրատա են եւ նախ դուրս են շփորտում եւ թույլ չեն տալիս մտնել եւ առաջարկեց, որ ինչպես ժամանակին, ասեց շնորհացիա դա մեղմ է եղել Վրաստանի հետ կապված, նրանք ովքեր սոցցանցերում այսպիսի կոչեր են արել հակառուսական բան տրամադրություններ, հա, չէ, այնտեղ նաեւ շատ կարեւոր բան շեշտեց, ասեց, որ Նիկոլի ամբողջ քարոզությունը 2018 թվականից մինչեւ օրը եւ ամբողջ թիմը հակառուսական տրամադրություններ է եղել, այդ քարոզն է եղել եւ փաստորեն այդ մարդիկ, որ գնացել իրեն ընտրել են, իրենք ողջունում են այն, որ հակառուսականություն, իհարկե այնտեղ խոսեց նաեւ երախտամոռ լինելու մասին, որ վերջին 300 տարում եթե հայ ժողովրդին օգնության ձեռք է մեկնել, դա եղել է ռուս ժողովուրդը եւ ցավոք սրտի չի գիտակցում հայ ժողովուրդը, այնպես որ պետքա վերանայել եւ նրանց բոլորը շատ դաժան բան է ասում, դուք պատկերացնում եք, այնտեղ մենք 2.5-3 միլիոն հայ է ապրում եւ ամենօրյա ինչ է կատարում, ինչքան թռիչքներ կան եւ հանկարծ որոշեն, որ նրանք ովքեր հակառուսական
համադրություններ, կոչեր, հայտարարություններ, նրանց մուտքը ընդհանրապես փակվի, ավելին, ասեց ոչ միայն մուտքը փակվի, նրանց ուղակի չնայել որ Ռուսաստանի քաղաքացիներին ուղակի դուրս հանել Ռուսաստանից։ Տեսեք, որ հանկարծ Աստված մի արասցե, իրենք հանկարծ այսպիսի որոշում կայացնեն, ինչի առջև են կանգնելու դեպի Զորաբյանը։ Կարծում եմ սա, դու կարծում ես սա պատահական է, որ Մարգարիտա Սիմոնյանցի բանը ասում։ Բայց ամեն դեպքում յուրաքանչյուր պիտի անի, ամեն մարդ ինչ։ Այո, ամեն մարդ իր հետևությունը պիտի անի, եթե մեր ժողովրդի հետևությունը սա է, գնալ եւ ընտրել Նիկոլին, արժանի ենք դրան։ Ես վաղուց դա հաղթահարել եմ, ես ինձ շատերը ասում են հունիսի 7-ից հետո սա էլ ասեմ ամփոփենք, ոչ, ես ոչ շոկի մեջ եմ, ես ոչ հիասթափված եմ, ես ոչ զարմացած եմ, ինձ համար սա կանխատեսելի էր, ինչպես նաև ինձ համար կանխատեսելի է, թե ինչ անելու ընդդիմությունը, բայց եկեք այդ մասին չխոսենք։ Դրա մասին հաջորդիվ, այս մի օրինակը միայն, երբ որ 15 մոխրացած գյուղի անունը Ազատան գյուղում, Ազատ գյուղում, երբ որ մոխրացան այրվեցին այդ զինվորները, դե այնտեղ նաև բանտեսագետ կա, որ անօթաչուներով էր կամ թշնամին էր եւ այլն, ինչև էր, դեռ միջև հիմա դատա գնում է։ Երկու անգամ Եթե այդ զոհվածներից, այրվածներից, զինվորներից մեկի մայրը բղավում է Նիկոլի վրա, ասում է երկու անգամ ես ձեզ եմ ընտրել, այ հիմա չեմ ընտրելու, ինչ ասես այդ մորը, այսինքն այն 5000, 4000-ը, որ մահացել են, ինքը ուզում է ասել ես խիղճ Աստված սիրտ չեմ ունեցել կարեկցանք, դա իմը չի, այ հիմա որ ինձ հասել է ես նոր, գիտեք, ուրեմն մենք լուրջ, լրջագույն խնդիր ունենք եւ պետք չի սևակնոսներ դնել, ասել ոչ մենք ենք տեսնում, ոչ մեզ տեսեք, դեմքը փակել, ասել, ուրեմն մենք այսպեսին ենք նաև, շնորհակալություն Տիկին Զուրաբյան, մնացեք մեզ հետ, մենք մի քանի րոպեից ուղիղ եթերում կլինենք Լևոն Զուրաբյանի հետ, մնացեք մեզ հետ, շնորհակալություն։